Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին բարձր տրամադրությամբ, այսօր մեզ մոտ աղջկա կան եթերը լինելու, քանի որ մեր շատ սիրելի Սուրենը գնացել է Hills սպորտային համալիր, որտեղ անելու է ամառային լողավազանի բացումը եւ մենք սպասում ենք շատ հետաքրքիր տեսանյութերի։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս Սոնա ջան, բարի ողջույն, բարի լույս նաև մեր թանկագին հեռուստադիտողին ողջունում ենք ձեզ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին։ Դե ինչպես արդեն նշեցի, ամառային լողավազանի բացումն է ազդարարվում պաշտոնապես այսօր Hills սպորտային համալիրում եւ պաշտոնապես բացում ենք ամառը միասին եթերում, այսօր հունիսի 2-ն է, օրը երկուշաբթի եւ բոլորիս մաղթում եմ հրաշալի, անմոռանալի եւ առանց անձրևների, բայց ոչ շատ շոկ ամառ եւ ուզում եմ որպեսզի 25 թվականի ամռանը լավ առումով հիշվող եւ այսպես շատ հագեցած լինի մշակութային իրադարձություններով։ Իսկ մշակութային իրադարձություններից առաջինն էլ լինելու է Նովոյ Վալնա 2025 միջազգային երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի այս տարի Սուրեն Պողոսյանը։ Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 21-ից 26-ը Կազան քաղաքում։ Կյանքում այս լույս տեսնում, երջանիկ է նա հաստատ, շատ բախտավոր է նա, և նրան է մարդը հույզը սերը։ Ով իմ ժողովուրդ, քեզ համար բարիք չկա, քեզ այս աշխարհն է Մահնեդացել սովորական, կյանքն է մոտ աղջակ վեսել, կեզ միշտ աղջենյուցել, հայ մաշար, զնգանքների մաշար։ Տաղանդավորագույն Սուրեն Պողոսյանին մաղթում ենք մեծ հաջողություններ եւ իհարկե հաղթանակ։ Սուրենը բազմիցս եղել է մեզ մոտ հյուր, նույնիսկ Darwin's Project-ի հետ զարդարել են առաջին ծրագրի տաղավարը իրենց աշխուժությամբ, երգով, պարով եւ իհարկե այն բացառիկ արտիստներից է, ով կարողանում է իդեալական իմպրովիզ անել, այնպես որ ես վստահ եմ, որ Սուրենը շատ մեծ հաջողություն է ունենալու այս մրցույթում եւ մեր ամբողջ դրական էներգիան, սերը ու ջերմությունը սիրելի Սուրեն փոխանցում ենք քեզ։ Հոյակապ է, ես էլ միանում եմ բոլոր մաղթանքներին, այո, միայն հաջողություն եւ հաղթանակ, ամենալավն ու բարին թող բեմը տրամադրի քեզ ամենալավին, այնպես որ քեզ հետ ենք, ամբողջ հայ ազգով քո կողքին ենք ու քեզ մաղթում ենք հաջողություն։ Ահա, եւ տեսնենք երկուշաբթի առավոտը Երևանի փողոցներում երթևեկությունը ինչ փուլում է։ Հիմա միասին Օհո, երկուշաբթին շատ թեժ է սկսվել մայրաքաղաքում, ինչպես տեսնում եք, կարմիր գծանշանները շատ են։ Սկսենք Սարալանջից, Սարալանջում առավոտյան շատ մեծ խցանում կար, հիմա ավելի թեթև է, քան մի կես ժամ, 40 րոպե առաջ, բայց միևնույն է խցանումը դեռ կա, կենտրոնում բավականաչափ խցանումը շատ է, իդեպ չգիտեմ ինչով է պայմանավորված, կարծես թե ուսանողական քննությունների ընթացքն է եւ արձակուրդները դեռ չեն սկսվել։ Բաղրամյանում ունենք խցանում, այստեղ շինարարական աշխատանքներ են, Արաբկիրի տարածքում ինչպես միշտ խցանումները շատ են, Կիևյան կամուրջը եւս ամբողջությամբ ամբողջ երկայնքով այս պահին խցանված է, սիրելի հեռուստադիտողներ, հնարավորության դեպքում անպայման շրջանցեք, կա վթար, որ մի քիչ էլ մոտեցնենք, փողոցը կտեսնեմ, ահա, Ծիծեռնակաբերդի խճուղիում եւ վթարով պայմանավորված երկկողմանի խցանում կա այստեղ, սիրելի հեռուստադիտողներ, Հալաբյան փողոցը եւս խցանված է, ինչ է կատարվում մայրաքաղաքում, կարծես թե ամառ չկա, Իսակովի պողոտայում եւս մեկ վթար կա, եւս 3 վթար, այստեղ ինչ է կատարվում, եւ ամբողջ Իսակովի պողոտան շատ մեծ խցանում կա, ստացվում է 4 վթար, 3-ը մի կողմում, մեկը փողոցի հակառակ կողմում, երրորդ մասի հատվածը այստեղ ավելի բաց է, թեթև խցանում կա իհարկե, եւ երևի թե այժմի համար այսքանը, մասիվն էլ նայենք եւ վերջացնենք, բայց
բավականաչափ խցանված է քաղաքը, հնարավորության դեպքում դեռ դուրս մի եկեք տնից, որովհետև ես կարծում եմ այս ժամի համար, երկուշաբթի օրվա համար իհարկե սա սովորական է, բայց ամռանը սպասում ենք եւ մտածում ենք, որ ավելի թեթև են լինելու մայրաքաղաքում երթևեկության վիճակը։ Ինչպես ելի հեռուստատողներ, մնացեք առաջին ծրագրի հետ, մենք պատրաստել ենք շատ հետաքրքիր եթեր, այնպես որ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ երկուշաբթի առավոտը շատ օգտակար է իհարկե սկսել կատնամթերք օգտագործելով։ Իսկ անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Այս ընկերությունը առանձնանում է նաեւ իր պանիրների լայն տեսականիով։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ լավագույն արտադրանքներից է նաեւ Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող պահածոների եւ հյութերի լայն տեսականին, որոնք բոլորը տնական համի ու հոտի մասին են փաստում։ Իսկ եթե երկուշաբթին բարդ ստացվի, ապա այն թեթևացրեք երեկոյան այս գինու գործանի կողմից առաջարկվող անմահական գինիներով։ Դե ինչ, մենք շարժվում ենք առաջ եւ ես շատ հետաքրքիր տեղեկատվություն ունեմ։ Պարզվել է, թե որ քաղաքն է ճանաչվել առաջինը աշխարհում եւ այսպես Նյու Յորքը գլխավորել է 2025 թվականի աշխարհի լավագույն քաղաքների ցանկը։ Մեծ խնձորը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է հեղինակավոր ցուցակի առաջին հորիզոնականը։ Եվ կարծում եմ շատ արդարացի է։ Վարկանիշը հիմնված է աշխարհի ավելի քան 1000 խոշորագույն մետրոպոլիտենների գնահատման վրա 5 հիմնական կատեգորիաներով՝ տնտեսություն, մարդկային կապիտալ, կյանքի որակ, շրջակա միջավայր եւ կառավարում։ Յուրաքանչյուր քաղաքին տրվել է վերջնական գնահատական 100-ից, որը արտացոլում է նրա ընդհանուր ուժն ու դիմադրողականությունը։ Ուսումնասիրության համաձայն Նյու Յորքը ստացել է կատարյալ 100 միավոր ընդհանուր առմամբ եւ էկոնոմ դասում։ Լոնդոնը պահպանել է իր երկրորդ տեղը, ընդհանուր 98.5 միավորով։ Իսկ մարդկային կապիտալի համար 100 միավոր է ստացել շնորհիվ առաջատար համալսարանների, բազմազան աշխատուժի եւ բազմաթիվ միջազգային գլխամասային գրասենյակների։ Դե իսկ Փարիզը զբաղեցրել է երրորդ տեղը իր տնտեսության չափերի եւ կյանքի բարձր որակի շնորհիվ։ Սա լավագույն եռյակներ ամբողջ աշխարհում։ Իհարկե, այստեղ ամենագեղեցիկ քաղաքի Երևանի մասին մի փոքր մոռացել էին, բայց այն մենք ինքներս կներառենք եւ առասարակ մեր Հայաստանի չքնաղ բնությունը, մեր հայրենիքը մեզ համար ամենագեղեցիկն է։ Իսկ դրա ամենագողտրիկ անկյունները մշտապես մեզ համար բարձրահայտում է մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը։ Հագեցած օրվանից հետո ինձ սպասվում է անմոռանալի ու հրաշալի հանգիստ, որտեղ Լաստիվեր ռեզորտում։ Լաստիվեր ռեզորտը գտնվում է Տավուշի հենց սրտում, Ենոքավան գյուղում, ու ես արդեն պատկերացնում եմ, թե առավոտյան ինչ տեսարանի ականատես կլինեմ։ Մի կողմից կանաչ սարերը, իսկ մյուս կողմից գյուղական սիրուն կոլորիտը։ Եթե ուզում եք հանգստանալ բնության մեջ, բայց նույն ժամանակ չեք ուզում զրկվել հարմարավետությունից, ապա Լաստիվեր ռեզորտը հենց այդ հավասարակշռությունն է։ Իսկ ես այժմ գնում եմ օգտվեմ Լաստիվեր ռեզորտի ջրային հոտու պայմաններից ու մի լավ կտրվեմ աշխարհից։ Լաստիվեր ռեզորտում հանգստանալու հետ մեկտեղ պետք է նաև լավ ժամանակ անցկացնել, իսկ խաղասենյակը հենց դրա համար է, որում գործում է նաև գինետուն, սեղանի թենիս, բիլիարդ, խաղեր փոքրերի ու մեծերի համար, մի խոսքով, լավ ժամանակն արդեն ապահովված է։
Առավոտը լաստիվերում բացվում է այսպիսի թռչունների ձայնով, արևոտ, առավոտ, սքանչելի տեսարան ու ճիշտ է մենք շտապում ենք, բայց ոչ մի շտապողականություն չկա, լիարժեք խաղաղություն։ Օրվա ճիշտ սկզբի մեկնարկը տրված է ջերմ, կոկիկ, նրբագեղ նախաճաշի սրա, իսկ պատշգամբում նախաճաշելը մի առանձին արարողակարգ է լաստիվեր ռեզորտում։ Դե ինչ, ինձ բարի ախորժակ, իսկ դուք մնացեք մեր եթերում։ Այստեղ ամեն բան կառուցված է հանգստանալու համար, լիարժեք հանգստանալու համար, սարերի մեջ, աղմուկից հեռու, քաղաքից հեռու, մի խոսքով պետք է գաք լաստիվեր ռեզորտ առաջիկա հանգստյան օրերին ու մի լավ հանգստանաք։ Ուր գնալ, դե իհարկե լաստիվեր ռեզորտ, բնության մի մասնիկը դառնալու համար։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս ողջունում եմ, շնորհավորում եմ ամռան կապակցությամբ, ձեզ ասում եմ լավ տրամադրություն, ջերմ արևներ եւ իհարկե փորձենք ամառը թե այսպես օգտվել բոլոր բարիքներից եւ այդ ջերմագին արևից եւ իհարկե սնվենք լավ սնունդով, շատ արևի այսպես ջերմությունը կլանած այն համեղ մթերքներով, որը ամռան ընթացքը մեզ պարգևում է։ Ես արդեն այսպես երազանքների մեջ եմ, որ այն հողից ծնված լոլիկները պետք է ճաշակենք, այն համեղ վարունգը պետք է ուտենք եւ իհարկե վայելենք համեղ մրգերը։ Իհարկե, ինչ եմ առաջարկում այսօր։ Հիմա կասեք այն ինչ որ ասացի, մի տեսակ համապատասխան չէ ամռանը։ Ես այսօր ուզում եմ ձեզ առաջարկել պասուց տոլմա պատրաստենք, ինչու, որովհետև այնուամենայնիվ, չնայած որ մենք իհարկե այս հատիկեղենը օգտագործում ենք ձմռանը, ավելի համահունչ է ձմռան եղանակին, այնուամենայնիվ ես այսօր որոշել եմ օգտագործենք հենց այս մթերքները։ Ինչու, որովհետև սովորաբար ավանդական կաղամբից բացի կարելի է պասուց տոլման պատրաստել նաև պեկինյան կաղամբով։ Ահա այսօր միայն երևի թե այս կաղամբն էր պատճառը, որ ես ցանկացա այսօր պասուց տոլմա պատրաստել եւ ընդհանրապես իմ գործընկերներին խոսք էի տվել, որ մի օր մենք պասուց տոլմա կուտենք անպայման։ Եվ ահա այսօր երևի թե այդ օրն էր։ Անկախ ամռան շրջանից ասեմ, որ հատիկեղեն նաև մենք օգտագործում ենք շատ աղցանների մեջ։ Նույն սիսեռով ունենում ենք շատ համեղ լոլիկ, վարունգ, սիսեռ, տապակած հավի կրծքամիս շատ համեղ աղցան է լինում։ Նույն կարմիր լոբիով գիտեք շատ տարածված աղցան է, կարմիր լոբի, լոլիկ, վարունգ, համեմ եւ շատ ընկույզ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ հատիկեղենը ամռանն էլ պետք չի բացառել, անպայման որոշակի աղցանների կամ ուտեստների մեջ մենք էլի կարող ենք օգտագործել հատիկեղեն։ Իսկ ինչու այսօր պեկինյան կաղամբով, որովհետև մի տեսակ ոչ ավանդականից դուրս գանք եւ ինչու ոչ, հենց պեկինյան կաղամբը ինքը ամռան մթերք է, շատ ամառային է, շատ թեթև է, շատ դյուրամարս է, սովորական ավանդական կաղամբից պեկինյան կաղամբը ավելի դյուրամարս է։ Դրա համար մի տեսակ այստեղ ամառային շունչը կլինի հենց այս պեկինյան կաղամբը։ Ինչ եմ արել մինչ այս պահը, սիրելիներս, ուրեմն բոլոր հատիկեղենները խաշված են, պատրաստի վիճակում են։ Ես ունեմ այս ամանի մեջ սիսեռ եւ սպիտակ լոբի արդեն խաշված վիճակում, ունենք ոսպ, ունենք կարմիր լոբի, ունենք այստեղ մանր բլղուր թրջած վիճակում, սակայն կարող եք խոշոր բլուրը օգտագործել կամ շատերը կան, որ հենց ձավար են օգտագործում, կամ ծեծած ձավար, կամ կորեկ, ինչպես որ ձեզ է հարմար, ինչպես ձեր ճաշակին քիմքին է հարիր։ Եվ իհարկե
կաղամբը, այս պեկինյան կաղամբը ես սիրելիներս չեմ խաշել, պարզապես գիշերը երացրած ջրի մեջ աղ եմ լցրել, քացախ եմ լցրել եւ մարինացրել եմ այս տերևները։ Այսինքն ընդամենը սրանք քացախով մարինացված տերևներ են, չէ որ մենք պասուց տոլման պատրաստում ենք թթու կաղամբով։ Իսկ հիմա ամառ է, բնականաբար թթու կաղամբ չունենք այնքան էլ։ Եվ այստեղ իհարկե օգտագործելու ենք տոմատի մածուկ, սոխ ենք տապակելու անպայման եւ պղպեղի մածուկ եւս օգտագործելու ենք, այնպես որ սիրելիներս այսպիսի համեղություններ ենք այսօր օգտագործելու, ահա տոմատի մածուկ, ճիշտ եմ վերցրել եւ իհարկե հալած յուղ ենք օգտագործելու անպայման ես այս ամենը տապակելու եմ հալած յուղով։ Հիմա կամած այսպես կսկսեմ իմ աշխատանքն է, ես պետք է սոխը իհարկե մաքրեմ եւ այդ սոխը մանր կտրատեմ ու տապակեմ։ Հիմա նախապատրաստական աշխատանքները կանեմ ու իհարկե կանցնենք առաջ։ Եվ իհարկե համեմունքներից եկեք հենց հիմա համեմունքների փունջը պատրաստենք, մեզ մի փոքրիկ աման է պետք, այսպիսի աման կվերցնենք եւ իհարկե կպատրաստենք այն փունջը, որը պետք է լցնենք մեր այս հատիկեղենի վրա։ Բնականաբար առաջին հերթին աղ, իհարկե աղի չափաբաժինը մենք կհասկանանք, թե ինչպես ենք բալանսավորելու։ Այստեղ ունենք սխտորի փոշի, ինչու ոչ, կարող ենք օգտագործել սխտորի փոշի, ահա, ունենք սև պղպեղ կօգտագործենք, բնականաբար կարմիր պղպեղը պետք է զուգորդի ուրեմն սև պղպեղին, այսինքն նրանք քույր եղբայր են, պետք է անպայման իրար կողքի լինեն, այսպես, քրքում ես կօգտագործեմ, բնականաբար ես վստահ եմ, ինձ կասեն դե պասուց տոլմայի մեջ ինչ քրքում, բայց հավատացնում եմ շատ տեղին կլինի, քանի որ բավականին մարսողության առումով կարող են նրանք ծանրամարս լինել, դրա համար սա կհասնի օգնության։ Քրքում ենք օգտագործում։ Մենք նաև օրեր առաջ Սոնան կարևոր ինֆորմացիա փոխանցեց քրքումի մասին, այն որ շատ կարևոր է եւ շատ օգտակար է։ Այսպես, հետո ինչ ենք ավելացնելու այստեղ։ Շատերը օրինակ չոր կանաչեղենը եւս օգտագործում են, կամ ցիտրոն, կամ ռեհան։ Ես դրանք չեմ օգտագործում, դա էլ թողնենք ըստ ճաշակի։ Ահա պատրաստեցինք այսպիսի փունջ, սիրելիներս, ես այս ընթացքում սոխը կմաքրեմ, կմանրացնեմ եւ կսկսեմ տապակել, շարունակությունը միասին։ Դուք մնացեք մեզ հետ, այս պահին դադար կլինի մեր եթերում, հետո կշարունակենք անպայման։ Մնացեք մեզ հետ։ Շարլ Ազնավուր, շի, վայելեցինք այս հրաշալի կատարումը եւ թեմայի մեջ մնալով հետաքրքիր տեղեկատվություն։ Մայիսի 1-ից հունիսի 7-ը Երևանում տեղի է ունենում Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի Սիրո երգերը Երևանում խորագրով իր ձևաչափի մեջ նախադեպը չունեցող երաժշտական նախագիծը։ Նախագծի մեկնարկը համերգային ծրագրով տրվել է մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակից, այնուհետև իր տրամաբանական շարունակությունն է ունեցել երևանցիների եւ մեր մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար հայտնի երկհարկանի ավտոբուսում։ Իսկ թե ինչպես մանրամասները կճշտենք մեր հյուրերից։ Եվ այսպես մեր տաղավարում են Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը եւ քոլեջի երգեցողություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Մերի Իզմայելյանը եւ Ալլա Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես եք։ Հրաշալի։ Այս ինչ լավ նախաձեռնությամբ եք հանդես եկել։ Մենք իհարկե կադրերը այստեղ մեզ տաղավարում եւ կան եւ մինչեւ եթերում հայտնվելն էլ հետևում ենք։ Հրաշալի է, ես պատկերացնում եմ ինչ մթնոլորտ է երկհարկանի ավտոբուսում, երբ մեծն շանսոնիեի երգերն են հնչում։ Հիմա նախագծի մասին դուք պատմեք, նախաձեռնության մասին։ Մեծն շանսոնիեի առասարակ երգում ենք տարբեր էստրադային, այսինքն կոմպոզիտորների ստեղծագործություններ, դա կլինի հայ, թե համաշխարհային։ Մեկնարկը նախագծի շատ հետաքրքիր առաջարկ եղավ Դարի Ղողանջ հիմնադրամի կողմից եւ առաջարկվեց իրականացնել այս ձևաչափով մի նախագիծ, որը որ երկող անիվների վրա ավտոբուսներ։
եւ մենք որոշակի ձևափոխումներ իհարկե կատարեցինք եւ եկանք այն փուլին, որ այսինքն ժամանակային առումով եւս դա մի փոքր 1 ամիս եւ ավել շարունակ պատկերացրեք յուրաքանչյուր օրը 2 ժամ տեխնիկական առումով եւս իրենից բավականին մեծ բարդություններ է ներկայացնում եւ ուսումնասիրելով քոլեջի պոտենցիալը ոչ թե 1 շաբաթ, այլ 1 ամիս եւ մի փոքր ավել, քանի որ մայիսին նաեւ մեծն շանսոնյայի ծննդյան, հա, օբերյանական 22-ը նաեւ այդ օրը եւս ներառվեց, այդ օրը ամբողջությամբ ավտոբուսում ազնավուր էր, իսկ մնացած օրերին եւ ազնավուր են երգում եւ տարբեր ստեղծագործություններ։ Իհարկե նախագիծը քաղաքին բերել է գույն, երաժշտական նոր շունչ եւ չկա մի այդպիսի անցորդ ցանկացած տրամադրությամբ կարող եմ ասել, որ այս 1 ամիս արդեն ունեցած մեր փորձից, որ ավտոբուսը հենց որ անցնում է եւ մոտենում է, անկախ տրամադրությունից ինքը շփվում է եւ ողջունում է։ Մենք երաժշտություն ենք տալիս, գույն ենք տալիս, տրամադրություն ենք տալիս եւ փորձում ենք մի փոքր մարդկանց առօրյայի մեջ ինչ-որ մի պստիկ մանանեխի հատիկի չափ կոտրել ու լավ այսպես տրամադրություն հաղորդել։ Երգացանկում միայն ազնավուր չէ, բայց սիրո թեման պահպանվում է, որովհետև խորագիրը սիրո երգերով Երևանում։ Այո, երգում ենք Հայկո, տարբեր ստեղծագործություններ Ամիր Խանյան, Բաբաջանյան եւ նաեւ ինչպես նաեւ համաշխարհային ասեցի տարբեր ժանրերի, այսինքն ստեղծագործություններ։ Աղջիկներ, դուք ինչ եք երգում կոնկրետ, որն է ձեր ամենասիրելի երգը եւ ավտոբուսը անցնում է եւ արդեն որպես ունկնդիր, հատկապես որ երգի ժամանակ եք այսպես ամենաշատը սրտի թրթռոց զգում։ Հիմնականում բոլոր երգերի Բաբաջանյանի Երևանը ինձ համար ամենասիրելիներից է, որովհետև Երևանը ավելի գեղեցիկ է բնութագրում, ավելի սիրուն է բնութագրում, ինչպես նշեց պարոն Կիրակոսյանը, անկախ անցորդների տրամադրությունից մարդիկ ժպտում են, շատ գեղեցիկ ժպիտներով մեզ դիմավորում են, որն էլ մեզ համար ամենակարևորն է։ Իրականում շատ հաճելի է շփվել տարբեր տարիքային մարդկանց հետ, հանդիսատեսի հետ, ովքեր ողջունում են, իրանց տրամադրությունը մեզ է փոխանցվում այդ էմոցիաները, ինչպես նաև փոքրերի, որ մեր հետ երգում են, ուրախանում են, շատ մեծ էմոցիա է, շատ լավ։ Երգում ենք տարբեր ոճերում, կարելի ասել ջազ, էստրադա, Շարն Ազնավուր մեր ծրագիրը, ինչպես նաև բոլոր երգերն էլ մեր համար հոգեհարազատ են ու շատ լավ փորձում ենք մատուցել հանդիսատեսին։ Քանի որ այս նախաձեռնությանը ունկնդիր ենք լինում ոչ միայն մենք հայերս, այլև բոլոր զբոսաշրջիկները, ովքեր այս ընթացքում կլինեն Երևանում, եւ հետաքրքիր է, քանի որ մեր մշակույթը շատ հարուստ է եւ Երևանի մասին շատ երգեր ունենք սիրելի եւ շատ արժեքավոր երգեր ունենք մեր մասին պատմող, ծրագիրը ինչքան դժվարությամբ եք ընտրել եւ ինչ երգեր եք հավաքել, որոնք շատ կարեւոր էին, որ հենց այս նախագծում լինեն։ Սկզբից ընտրված էր 10 ուսանող, այս պահին կրկնակին է դարձել, այսինքն 20 ուսանողներ են գրեթե շուրջ եւ երգիչներ են եւ նաեւ երաժիշտներ կորսիկային կատարողական արվեստ մասնագիտության, ինչպես նաեւ ավտոբուս մենք հրավիրել ենք տարբեր հյուրեր ենք ունեցել, այսինքն հանրահայտ մարդիկ, ովքեր որ գալիս են, ողջունում են, իրենք եւս կատարումներ են ունենում, իհարկե բարդ էր, բայց մեծ, այսինքն ծավալով ամբողջ ծրագիրը գրեթե ապահովում են Շարժազնավուր քոլեջի ուսանողները։ Մենք շատ հետաքրքիր այսպես ճիշտ հաջորդականությամբ իշնորհիվ լավ թիմ ունենալու, այսինքն գրավականի, կարողանում ենք երեխաներին կամաց, այսինքն սկզբից 10-ներ, հետո ավելացան 3, հետո 5-ը, հետո այսպես, այսինքն մինչև 20-ն են այսօր դարձել։ Ծրագիրը իհարկե նախապես լսում ենք քոլեջում, մեր ամբիոնի վարիչի եւ փոխտնօրենի կողմից, պարտադիր լինում է, քննարկում ենք, ստեղծագործությունները պարտադիր անցնում են, այսինքն քոլեջում մի հատ լսումներ, հետո նոր արդեն տեղափոխվում է ավտոբուս։ Բնականաբար երեխաների համար նաեւ սա յուրաքանչյուր սովորող ուսանողի համար կարծում եմ յուրատեսակ փորձություն է սա, պրակտիկա է, երգել փողոցում, այսպես ավելի ուղիղ ասված եւ տարբեր տարիքային խմբի հանդիսատեսի համար մենք իդեպ իրենք հասցրել են արդեն սիրվել, իրենց բոլորը ճանաչում են, ունեն մշտական այսպես ասած քոլեջում ավտոբուսում ներողություն երթևեկող ուղևորներ նաեւ, օրինակ գալիս է մի տատիկ, որ ծերերի տանն է ապրում, ամեն օր գալիս է եւ ասում է, որ իմ կյանքը լցվել է շատ հետաքրքիր այսպես ասած երաշտական գույներով, կան պապիկներ, տարբեր երիտասարդներ, որ գալիս են ասում են, այսօր այ Մերին Իզմայելյան եկել է, եթե ինքը չի եկել, այսօր ես չեմ գալիս, ես ուզում եմ, որ իրեն լսեն։ Այսպես շատ հետաքրքիր, այո, ինդիվիդուալ արդեն նաև յուրաքանչյուր ունի իր երկրպագուն
նաև հանդիսատեսը, իսկ բավականին դժվար է նաև տեխնիկապես երգել այն բաց է, երբեմն օր է լինում, որ օր է լինում, արևն է շատ ուժեղ լինում, ինչի մեջ թրծվելով, ասեմ, որ յուրատեսակ մենք վերջերս քննարկում ենք մասնագետներով, որ լորդի դժվարին աճել են շարք եւ քանի որ իրենք կատարողական արվեստի կրողներ են, որ յուրաքանչյուր կատարողական արվեստի նամանավանդ այս տարի փորձություններ, որպես իրենք նաեւ աճեն, այսինքն ավելի ամրանը։ Չգիտեմ նկատել եք թե չէ, բայց Երևանը ամենաաղմկոտ քաղաքներից մեկն է դարձել, չգիտեմ ինչով է պայմանավորված, հատկապես այս սեզոնին, երբ արդեն մարդիկ ավելի շատ են դրսում լինում երեկոյան ժամերին, աղմուկը շատ է։ Ամենամեծ բարդությունը, որին բախվում եք երգելու ընթացքում, այս փորձառության ժամանակ։ Երկելու ընթացքում տեխնիկայի հետ է լինում խնդիրներ, բայց հաղթահարում ենք, այդ մեր մասնագիտությունն է ու կարելի է ասել պատվով այդ ամեն ինչից դուրս են գալիս։ Ընդհանուր առմամբ այդ չի խանգարում մեզ ոչ մի բան, ելույթի ժամանակ մտնում ենք մեր աշխարհի մեջ, մեր ստեղծած այդ երաժշտական մշակույթի մեջ ու ապրում ենք այդ 2 ժամը, չենք էլ նկատում ոնց է անցնում այդ մի քանի երգերի ժամանակ։ Իդեպ ասեմ, որ շատ հետաքրքիր նաև նախագիծը մենք ավելի այլ թեքում տվեցինք եւ յուրաքանչյուր օր հստակ որոշված նաև դիմել ենք մարզեր, Երևան քաղաքի դպրոցներ, մշակութային կառույցներ, լինում են հյուրեր, այսինքն դպրոցների աշակերտներ, ուսանողներ, շատ են զանգերը վերջին շրջանում, չենք կարողանում բոլորին տեղավորել, որովհետեւ ընդամենը երկրորդ հարկում ունենք 30-35 տեղ, ներքևում առաջին հարկում ունենք մոտ մի 20 տեղ, ավելի շատ իհարկե գրավիչ է երկրորդ հարկում նստելը, բայց ես նաև առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն դպրոցներին, մշակութային կառույցներին, ովքեր որ այսպես շատ մեծ էնտուզիազմով գալիս են եւ մասնակցում են եւ ներողություն եմ խնդրում նրանց, որոնց որ արդեն մերժում ենք եւ չենք հասցնում, իհարկե անվերջ չէ նախագիծը, բայց կարծում եմ, որ չգիտեմ, այն ձնագնդի նման աճեց եւ հետաքրքիր նաև կոլորիտ է մտցրել եւ նոր մշակույթ նաև քաղաքում։ Եվ քանի որ նշեցիք, որ ծրագիրն անվերջ չէ, բայց այնքան հետաքրքիր նախաձեռնություն է, որ ես անպայման ուզում եմ հարցնել, շարունակություն կունենա, թեկուզ 1 ամիս անց, չգիտեմ, 2 ամիս անց։ Տեսեք, չգիտեմ, քանի որ ծրագիրը իրենից կրում է նաև ֆինանսական որոշակի իհարկե գիտեք կողմ եւ այն աջակցությունը, որը որ լինում է, բնականաբար պետք է լինի շարունակաբար, այն մարդիկ, ովքեր որ շնորհակալ ենք իհարկե իրենց, այն մարդիկ, ովքեր որ ցանկացել են այն կառույցները, որոնք որ ցանկացել են մեզ աջակցել, այդ կառույցները եթե ցանկանան աջակցել հաջորդիվ, իհարկե այն կդառնա ավանդական եւ կարծում եմ, որ սա յուրատեսակ ոչ կոմերցիոն է նաև իդեպ ավտոբուսը բացարձակ վճար է, այդ ժամանակ յուրաքանչյուր մարդ կարող է բարձրանալ ավտոբուս եւ շրջել այդ պտույտը ունենալ։ Իդեպ, քանի որ պտույտը նաեւ միշտ, այսպես ասած, ավանդական նույն պտույտն է, մենք փոխում ենք միշտ երթուղին, լինում ենք տարբեր վարչական շրջաններ, մի պահ որոշեցինք նույնիսկ այցելել փակագծերը բացեմ Էջմիածին եւ Մասիս, բայց հասկացանք, որ տեխնիկական խնդիր կառաջանա եւ չգնացինք։ Իհարկե մարզերից շատ գրում են, որ եկեք այստեղ, բայց չենք կարող գնալ, քանի որ սիրո երգերով Երևանում է հենց խորագիրը եւ մենք Երևանում պետք է լինենք։ Եվ շատ հուսանք նախագիծը իսկապես շարունակական կլինի եւ եթե միայն ֆինանսական կողմն է, ապա կստացվի այնպես, որ այո, շարունակական լինի, որովհետեւ նախաձեռնությունը իսկապես շատ լավն է։ Եվ խոսեցինք հանդիսատեսի մասին, որն արդեն ձեռք եք բերել երկրպագուների մասին։ Ինչ հետաքրքիր պատմություններ կան այս առումով, այսպես կարող է զավեշտալի լինել, ինչ որ արտահայտություններ, ինչ որ չգիտեմ, կարծիքներ, սիրուն խոսքեր, որոնք ձեզ ասում են։ Շատ են ասում իրականում ու այդ թեկուզ եթե ինչ-որ խոչընդոտներ ա լինում, որը որ քիչ առաջ նշեցիք, ինչ-որ փոքրիկ իմպրովիզացիաներ ա լինում, օրինակ անցած անգամ ինչ-որ փոքր միջադեպ խոչընդոտ եղավ, երեխաները, ովքեր որ եկել էին դպրոցի սաները, մերի հետ հավասար սկսեցին երգը երգել, շատ հետաքրքիր էր։ Երեխաներ էին ու մի հատ երգ կա, Ինձիլայի Դեղնիեղ դանսը, երգեցի, մեկ էլ տեսա հավասար մի պուճուր երեխա հետս երգում է, ասաց, որ խնդրեմ, մի անգամ էլ կկատարես, ես էլ քո հետ երգեմ, ու տեսա վերջից իմ հետ կրկն երգը հավասար երգում է։ Մեկ էլ Զազի Ժուվոն երգելուց տեսա մի հատ խումբ է գալիս աղջիկների ու կողքս շատ լավ երեխեք տաղանդավոր ֆրանսերեն
իմացությամբ սկսեցին իմ հետ հավասար երգել, այդ էմոցիաները չեմ կարող ասեմ, ինչքան անկեղծ ու շատ լավն էին, ու մի հատ պապիկ կա, որ բացման ժամանակվանից միշտ ասում են, որ գալիս է ու իմ անունն է տալիս, ասում են Մերի Իսմայելյանը եկել է, այդ պապիկը իմ շատ լավ, չգիտեմ, երկրպագուն է դարել ու իմ համար շատ կարևոր է այս փորձը, լիքը փորձ տվեց մեզ այս մի ամիսը, շնորհակալություն կազմակերպիչներին, մեր ղեկավարներին այս հնարավորությունը ընձեռնելու համար։ Իդեպ ծրագրի հետ կապված պետք է ասեմ, որ նաև մենք հատուկ ընտրում ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք որ կոլորիտային են, որոնք որ ճաշակ են թելադրում եւ այլն, եւ սրա վերաբերյալ ունենք տասնյակ հազարավոր, այսպես ասած, երևի թե մեկնաբանություններ, շնորհակալություններ, որ ինչքան ճիշտ ու ճաշակով երաժշտություն եք նաև տալիս եւ լցնում քաղաքին, եւ ասեմ, որ սիրում են մարդիկ, քանզի օրինական ուսանողներ, որոնք որ կատարում են ոչ միայն, այսինքն էստրադային, այլ նաև մեր կոմպոզիտորական ստեղծագործությունները, եւ սրանք եւս սիրվում են եւ ել եմ ասում, մեր օրինակ Facebook-յան էջում եւ տարբեր, այսինքն սոցիալական մեր էջերը, որոնք որ բացված են, այնտեղ ունենք տասնյակ 100,000-ներով եւ դիտումներ եւ նաեւ շատ մեծ արձագանքներ։ Եւ ամեն օր հենց որ սկսում է ստարտը, մենք փոքրիկ լայվ ենք ունենում, մարդիկ տեսնում ենք թե ինչպես են սպասում այդ լայվին եւ սկսում են նայել, մեծանում է ինքը, շատ հետաքրքիր է, էլի, այսպես շատ ուրախ ենք նաեւ որ կարողանում ենք նաեւ ինչու ոչ փոխել նաեւ երաժշտական մտածողությունը մարդկանց։ Այսօր արվեստի վերաբերյալ գիտենք բոլորս թե ինչպիսի թուր, երաժշտական արվեստ վերաբերյալ ինչպիսի թուր կարծիքներ կան, ոչ մենք ունենք հանձինս այս գեղեցկուհիների եւ մեզ մոտ քոլեջում սովորում են շուրջ 700 ուսանողներ, նրանք բոլորը վաղվա ճաշակով արվեստի Շարլ քոլեջում ճաշակով եւ բարձր իհարկե որակի արվեստի կրողներ են։ Շնորհակալություն ձեզ այս նախաձեռնության համար, վստահաբար այն շատ հետաքրքիր եւ վառ գույն է ավելացնում մեր մայրաքաղաք Երևանում եւ ես ուզում եմ ձեզ նվիրել մեր գործընկեր Օջիջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Սափոր սպիտակ գինին, որը վստահ եմ նշելու եւ տոնելու շատ առիթներ կունենաք, լավագույն ընկերը կլինի ձեզ համար։ Շնորհակալ ենք, սա գործընկերներով իհարկե կխմենք, քանի որ իրենք անչափահասներ են, չի կարելի, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Աթիվի հեռուստաընկերությանը, մեր յուրաքանչյուր, մշակութային ցանկացած իրադարձությանը լուսաբանելու եւ մեր կողքին լինելու։ Ձեզ մաղթում եմ անխափան եթերներ եւ մեր լավ գործընկերոջը Սուրենին եւս ողջունում։ Բարևներ, այո, շնորհակալություն, սիրով լուսաբանում ենք եւ ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի ողջույն, բարի արև, իմ շատ սիրելի, իմ թանկագին հեռուստադիտող։ Այսօր պասուց տոլմա ենք պատրաստում եւ եւս մեկ անգամ կկրկնենք, թե ինչ բաղադրիչներ ունենք, իսկ ես ասեմ, այս ընթացքում ես հասցրեցի սոխը մաքրել, կտրատել եւ իհարկե այս հալած յուղով տապակել։ Եվ ինչ ենք անելու հիմա։ Սիրելիներս, պատրաստում ենք պասուց տոլմա պեկինյան կաղամբով, որը արդեն նախապես մարինացրել եմ քացախով եւ այն հետաքրքիր ամառային տեսք եւ համ է ունենալու։ Ահա, այստեղ ավելացնում ենք տոմատի մածուկը, բայց ինչ տոմատի մածուկ ավելացնենք, եկեք անդրադառնանք համեմունքներին, բազմապիսի համեմունքներ, ես մի երկու բան էլի ավելացրել եմ, խմելի, սունելի եւ չաման, եւ ինչպես ասացի, կան մարդիկ, ովքեր ցիտրոն են ավելացնում, կան մարդիկ ռեհան են ավելացնում, ես կավելացեմ չորացրած նանա։ Ահա, եկեք առաջին հերթին համեմունքները ավելացնենք։ Հետո նոր տոմատի մածուկը եւ պղպեղի մածուկը։ Սիրելիներս, ասեմ նաեւ, այստեղ շաքարավազ ունենք, եթե հարցնեք շաքարավազը ինչի համար է, ես խճողակին պետք է քացախ եւս ավելացնեմ, այնպես որ շաքարավազը տոմատի մածուկին, քացախին բալանսավորելու է, տալու է ճիշտ համ։ Ահա ավելացնում եմ մեր այս բազմապիսի շքերթը համեմունքների եւ խառնենք։ Այստեղ ավելացնենք նաեւ տոմատի մածուկ, պղպեղի մածուկ։ Շատ սիրելի Ադրինե ջան, ողջույն Սոնա ջան, ուրախ եմ որ միացար ինձ սիրելիս։ Սիրով, ես եկել եմ ասելու, որ ինչպես միշտ քո բաղադրատոմսը հենց օրվան համահունչ է, որովհետև բոլորս գիտենք, որ աշխատանքային շաբաթվա սկիզբը մի փոքր բարդ է, քան մնացած օրերը եւ պետք է շատ լավ սնվել, որպեսզի ամբողջ շաբաթվա համար ունենալ մեծ էներգիա։ Պաշար, այո, Եվ պասուց տալման իդեալական տարբերակ է այս դեպքում։
Այո, ես էլ եմ այդպես կարծում, ինչպես ամենասկզբում նշեցի, գուցե արդեն մարդիկ ասեն, որ դե գիտես հատիկ եղանի ժամանակ չէ, արդեն պետք է անցնել թար մթերքների։ Այո, միանշանակ թար մթերքները ամռանը անպայման մեր անբաժանելի մասն են կազմելու, բայց հատիկեղենն էլ պետք չէ ամռանը բացառել, որովհետև այո, նրանք ունեն անհրաժեշտ վիտամիններ, իրենց մեջ պարունակում են, որը մեր օրգանիզմի համար շատ կարևոր է։ Եվ պասուց տոլման իհարկե ճաշակելը սառն է շատ հաճելի, այնպես որ ապրան համար կարող է իդեալական լինել։ Իհարկե, ճիշտ է, իհարկե, պասուց տոլման սառն ենք ընդհանրապես, այդպես է ձևը, եւ ամռանը որևիցե համեղ աղցանի լոլիկ վարունգի կողքին։ Ես պետք է լռեմ արդեն, հասկացա։ Հիմա կլինի կարճատև դադարժի էլի հեռուստան տոներ, բայց հետո կվերադառնանք եւ Ադրինեն կշարունակի իր խոսքը։ Բարի վերադարձ առաջին ծրագրի, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես առավոտյան արդեն նշեցի, իմ շատ սիրելի գործընկերը Սուրեն Արուստամյան այս պահին գտնվում է Հիլ սպորտային համալիրում, որովհետեւ ամառային լողաբազանի բացումն արդեն արվում է եւ հետաքրքիր տեսանյութեր դեռ կլինեն մեզ մոտ առավոտյան, այսպես մեր ծրագրի շրջանակում, բայց մինչ այդ իհարկե հետևում ենք մեր մարմնի կառուցվածքին, մարզվում ենք, լինում ենք առողջ եւ այս ամենը կազմակերպում ենք հենց Հիլ սպորտային համալիրում։ Les Mills Core ֆունկցիոնալ մարզում է, որն ուղղված է մարմնի կենտրոնական հատվածի, որովայնի, մեջքի եւ նստատեղի մկանների ամրացմանը։ Այս մարզումը ամրացնում է որովայնի մկանները, բարելավում դիմացկունությունը, կեցվածքը, հավասարակշռությունը եւ ամենակարևորը կանխարգելում է վնասվածքների առաջացումը։ Այս մարզումը նպաստում է կայունության զարգացմանը, որը կարևոր է ոչ միայն սպորտի, այլև առօրյա շարժունակության համար։ Դասի ընթացքում օգտագործվում են հենց ծրագրի համար նախատեսված ռեզին եւ ծանրաքաշեր։ Les Mills Core ծրագիրը մատչելի է բոլոր ֆիզիկական պատրաստվածություն ունեցողների համար։ Յոթանասուներեքից ավելի խմբային մարզումները սիրելի հեռուստադիտողներ Հիլ սպորտային համալիրում սպասում են ձեզ եւ այսօրվանից արդեն բաց լողավազանը եւս պատրաստ է ընդունելու հյուրերի, այնպես որ կազմակերպեք ձեր ամառը հրաշալի, որպեսզի ձեր օրերը անցնեն շատ էներգիայով լի, դրական եւ հիշարժան։ Իսկ այս ամենի համար կարևոր է նաև առողջ սնունդը եւ առավոտյան նախաճաշելը։ Այս հարցում մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն եւ հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե նա ինչ փուլում է, քանի որ այսօր նա նախաձեռնել է պատրաստել պասուց տոլման։
Սիրելի Ադրինը։ Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս։ Սոնան իրավացի է, այսօր պասուց տոլմա ենք պատրաստում, բայց այն պատրաստում ենք պեկինյան կաղամբով, ոչ ավանդական մի փոքր տարբերակով, ինչու, որովհետև ցանկացա մի փոքր ամռան շունչ տալ այս համեղ տոլմային։ Ինչ արեցինք մինչ այս պահը, պատրաստեցինք տապակած սոխ, որտեղ ավելացրեցի բազմապիսի շատ համեմունքներ, բայց հատկապես նշեմ, որ այստեղ ունենք նաև չորացրած նանա ավելացրած, այստեղ ունենք տոմատի մածուկ եւ իհարկե պղպեղի մածուկ։ Ես ավելացրել եմ նաև քացախ եւ շաքարավազ, որպեսզի այս բոլոր համերը համահունչ բալանսավորվեն։ Եվ հիմա ավելացնում ենք կարմիր լոբին, խառնենք, ավելացնենք ոսպը, այսպես, ավելացնենք սպիտակ լոբին եւ սիսերը եւ իհարկե բլղուրը։ Ես այստեղ օգտագործում եմ մանր բլղուր, սակայն դուք կարող եք այն փոխարինել խոշոր բլղուրով կամ ձավարով։ Ըստ ճաշակի։ Այսպես, լավ խառնենք այս բոլորը։ Այսպես, շատ լավ պետք է խառնել։ Ես կրակը չեմ անջատել սիրելիներս, որպեսզի տաքությունը պահպանվի։ Եվ արդեն կամաց պետք է անցնենք հաջորդ գործողությանը, այսինքն փաթաթելու պրոցեսին։ Ահա, միասին փորձենք մի քանի հատիկ փաթաթել, հետո իհարկե ես այդ բոլորի վրա պետք է ավելացնեմ տոմատի հյութ եւ այն յուղով էլի փորձենք եփել։ Քանի որ բոլոր մթերքները բնականաբար եփված են, շատ երկար ժամանակ մեզնից չի խլի, այնքան որ համերը միախառնվեն եւ այսպես ասած յուղը, հյութը, ամեն ինչը տեղը ընկնի ու հետո արդեն կթողնենք կսարճի եւ կվայելենք այն։ Բայց ցանկության դեպքում շատերը նույնիսկ տաք վիճակում շատ սիրում են եւ այդպես ուտում են։ Ահա այսպես սիրելիներս համարյա թե խառնված է ամբողջությամբ եւ հիմա պետք է սկսենք փաթաթել։ Այսպես, կարծում եմ շատ լավ է ամեն բան։ Ես տեղափոխեմ ամանները, հագնեմ իմ ձեռնոցները եւ սկսենք փաթաթել։ Այսպես։ Սիրելի Ադրինե, Ողջույն Սոնա ջան։ Շատ ողջույն, դու արդեն վերջնական փուլում ես ոնց տեսնում եմ եւ պետք է արդեն միջուկ անցկացնես շատ օրիգինալ կաղամբի մեջ։ Այո։ Անկեղծ ես հիմա ուզում եմ իմ հերթական անկեղծության այսպես շունչն է բացվել եւ ասեմ հերոստադիտողին, որ պետք է որ Գինեմ։ Ասա։ Ինչու ոչ, այսպես ասեմ, որ Թող հերոստադիտողն էլ իմանա, որովհետև շատերին կարող է անծանոթ թվալ, որ ոնց կլինի, օրինակ պեկինյան կաղամբով։ Ես ինքս առաջին անգամ եմ փորձում, սակայն գիտեմ հարցրել եմ, հարցուփորձ եմ արել եւ ինձ ասել են, որ շատ համեղ է ստացվում։ Ինքս առաջին անգամ եմ փորձում եւ որոշեցի այս էքսպերիմենտը հենց հերոստադիտողի հետ միասին անենք, բայց վստահ եմ, որ շատ լավ է լինելու եւ շատ համեղ։ Ես էլ եմ վստահ, հայ-չինական բարեկամությունը ավելի այսպես սերտ կապերի ենք բերում։ Ճիշտ է։ Եվ այստեղ տեսնում եմ մեր գործընկերոջ Իջևանի գինու գործանի արտադրանքը եւ վստահաբար ամեն ինչ ավելի համեղ է լինելու հենց Իջևանի գինու գործանի շնորհիվ, որովհետեւ այս գործարանը առաջարկում է պահածոների եւ հյութերի լայն տեսականի, որոնք բոլորը փաստում են տնական համի ու հոտի մասին, որովհետեւ գործարանում աշխատում են Տավուշի մարզի այսպես լավ պատրաստող կանայք, տատիկները, մայրիկները, ովքեր իրենց տան բաղադրատոմսերը տանում են գործարան եւ հենց գործանում պատրաստվող արտադրանքն էլ նույնքան տնական համեղ եւ հյութեղ է լինում, ինչպես օրինակ մեր մայրիկները եւ տատիկներն են պատրաստում։ Եվ դե իհարկե Իջևանի գինու գործանը առանձնանում է անմահական գինիների տեսականիով, որոնք վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ շատ սիրելի են դարձել ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ մեր հայրենիքի սահմաններից դուրս։
Եվ իհարկե այս ամենի հետ միասին շատ կարևոր է առավոտը կաթնամթերք օգտագործելով սկսել, սա շատ օգտակար է բոլորիս օրգանիզմին, հատկապես երեխաների համար, եւ շատ կարևոր է որպեսզի կաթնամթերքը ընտրենք անարատ կաթից պատրաստված, քանի որ մեր օրերում գիտենք ինչքան հավելումներ են ավելացնում տարբեր կաթնամթերքների մեջ, բայց այս ամենը էլոլայի մասին չէ, քանի որ էլոլան բացառապես անարատ կաթից է պատրաստում իր կաթնամթերքը եւ ունի պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ նորույթի մասին չենք մոռանում բաստուրմայի եւ սոլոգունիի համադրությունը։ Ապրես իմ աղջիկ, որքան ինֆորմացիա փոխանցեցիր հեռուստադիտողին, ես կարծում եմ հեռուստադիտող պետք է որ իրեն համար կարևորը առանձնացնի եւ իհարկե մեզ հետ միասին ինչու ոչ փորձի այս ամենը եւ մեր խոսքերն էլ հաստատի, որ մենք իրավացի ենք։ Այո, եւ սեփական օրինակով ենք այս ամենը իհարկե խորհուրդ տալիս, որովհետեւ ես ինքս հիմա երբ գնում եմ խանութ, անպայման փնտրում եմ կաթնամթերքի բաժնում էլոլա եւ քանի որ այս ապրանքանիշը բացառապես անարատ կաթից է պատրաստվում, ամեն քայլափոխի կդժվարանամ ասել, որ գտնել հնարավոր է, բայց երբ փնտրում եք կան խանութներ, որտեղ թարմ է, այստեղ մի ամբողջ այսպես ցուցանակում մի ամբողջ տեղ զբաղեցնում է ցուցափեղկում եւ կարող եք գտնել եւ վայելել իհարկե։ Լավ բանը քիչ է լինում եւ պետք է փնտրել ու մի քիչ ջանք թափել, որպեսզի գտնենք։ Այո, շատ ճիշտ ես եւ պետք է նաեւ հուշումներ տալ մարդկանց, որտեղ որ լավ բան կա, այ գնացեք դեպի այդ կողմ։ Այ այսպես։ Եվ իհարկե, ահա տեսնում եմ մեր հեռուստադիտողը շատ իմիջիալոց եւ շատ նուրբ է եւ շատ հեշտ է Ժողովուրդ ջան, այնքան սովորական կաղամբից հավատացում եմ ավելի հեշտ է փաթաթվում, չի պատռվում եւ ավելի գեղեցիկ է ստացվում, թե գունային առումով եւ թե իր այսպես բարակ է, քան սովորական։ Շատ ճիշտ է, շատ նուրբ է, իրեն այսպես ասած երակները երևում է, այս ճյուղերը երևում են եւ ահա տեսեք թե որքան հետաքրքիր ու գեղեցիկ է ստացվում։ Այո, ինչ որ ասիա հայկական խոհանոց է ստացվում մեզ մոտ, բայց շատ հետաքրքիր եւ համեղ։ Ավանդական տարբերակից շատ չենք շեղվել, ժողովուրդ ջան։ Միայն կաղամբի առումով, այո, համեմունքների առումով, եթե ինչ-որ մեկը կասի, որ չէ, բա այդքան հայերս, մենք հայերս այդքան համեմունք չենք օգտագործում, այո, իրավացի ենք, շատ մենք համեմունք, այսպես ասած, սովոր չենք կամ չենք սիրում, բայց երբեմն այսպես փոփոխություններ արժում են, ժողովուրդ ջան, կարելի է երբեմն համային փոփոխություններ անել եւ իհարկե ես կարծում եմ բաց չի։ Քեզ անպայման հարցնեմ միջուկի մասին, քո կարծիքով առհասարակ միջուկը առանձին փորձելը դա մեր մշակույթին հատուկ է։ Դա օգտակար է, պետք է թե ավելի լավ է սպասել վերջնական, արդեն կաղամբով եփված տարբերակին նոր համտեսել։ Դե գիտես, եթե հաշվի առնենք, որ օրինակ շատերս սիրում են գալ համտեսել։ Համտեսը անպայման պարտադիր է, ահա մեր Անահիտն էլ է հաստատում, որ իսկապես համտեսը պարտադիր է։ Հատկապես խոհարարները կամ տանտիկիները, որ պատրաստում են, համտեսը ինչու ոչ շատ պարտադիր է։ Եվ երեխաների թրցնելն էլ է։ Երեխաների թրցնելը, այո, ինչու ոչ, շատ ես լավ է, ընդունելի է խոհանոցում, իսկ հատկապես եթե պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք այս ամենին, շեֆ խոհարարները պարտադիր պետք է փորձեն, որպեսզի իմանան իրենց հյուրերին ինչ են մատուցելու, այո, սա պայման է, այսպես ասած։ Դե կարծում եմ խոհանոցում ամեն ինչ պարզ է, այս նույն գործընթացը կշարունակվի մինչև միջուկը ամբողջությամբ կլինի կաղամբների ներսում եւ մենք կարող ենք ունենալ կարճատև դադար հիմա։ Այո, իհարկե կարող ենք, ամենավերջում կմատուցենք եւ կցուցադրենք, թե ինչ տեսք ունի մեր տոլման։ Մեզ մոտ կլինի կարճատև դադար, որից հետո մենք դեռ ունենք շատ հետաքրքիր հյուրեր եւ իրենց հետ զրուցելու ենք շատ հետաքրքիր թեմայի մասին։ Բարի օր, դարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եւ այսպես հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց Անբան Հուրին ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման մեջ ընդգրկված են ինչպես թատրոնի դերասանները, այնպես էլ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։ Զրուցելու ենք ներկայացման մասին մեր հյուրերի հետ տաղավարում են բեմադրիչ եւ բեմականացման հեղինակ Սարգիս Շողունցը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը, թատրոնի դերասանուհիներ Անահիտ Գաբրիելյանը եւ Մելսիդա Հակոբյանը։ Բարի լույս։
Բարելույս։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Դե պատմեք, այսինչ հրաշալի նախաձեռնություն ներկայացում եք բեմադրել հատուկ փոքրիկների համար, որը կարծում եմ այդքան էլ միայն փոքրիկների համար չի լինելու, վերջում պարզվելու է։ Այո, շատ ճիշտ եք կարծում։ Առաջարկը ստացանք Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանից, մեծ հաճույքով համաձայնեցի, ընտրվեց հեքիաթը, սկսեցինք աշխատանքները, հետաքրքիր պրոցես ենք ունեցել, դրա մասին դերասանները կպատմեն, մասնավորապես Անահիտան եւ Մելսիդան կպատմեն դրա մասին, հա։ Իսկ ինչու մասնավորապես իրենք։ Իրենք սիրում են այդ պատմությունը պատմել, շատ իրենք սիրում են այդ պատմության մասին խոսել, դրա համար։ Այդպես, այո, ճիշտ եք ասում, ներկայացումը մեծերի համար էլ է շատ հետաքրքիր, որովհետև ունենք հումորներ, ունենք ինչ-որ դրվագներ եւ առհասարակ ես միշտ սիրում եմ այդպես, երեխաների համար պետք չի բեմադրել ինչ-որ տի-տի, sense որ երեխեքը նայեն, չէ, իրանց համար պետքա բեմադրել նենց, ոնց որ մեծերի համար պարզապես շատ ավելի գունավոր եւ շատ ավելի հեքիաթային։ Շատ համաձայն եմ, այո։ Որ կերպարն եք մարմնավորում։ Այո։ Ինչ տպավորություններ, ինչ հետաքրքիր նոր մոտեցում եք բերել կերպարին, որովհետև Իմ կերպարը ես իրոք շատ եմ սիրել, այդ ուղղակի խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր դերասան միշտ պրեմիերայի ժամանակ ասում է, շատ եմ սիրել, տենց չի, իմ մոտ էս չի եղել կյանքում, որ բոլոր ներկայացումները եղել է համակերպվել եմ կերպարի հետ, սկսել եմ ուրիշ մոտեցում ցուցաբերել, բայց սիրված կերպարները մոտ շատ չեն։ Անթարամին շատ սիրեցի, որովհետև ինքը շատ տարօրինակ, շատ խարակտերն է, ու շատ գույնով լի, գույներով, տարբեր գույներով լի, հնարավորություն է տվել Սարգիսը իր ինսցենիրովկայով եւ կերպարը ստանալով, այդ հնարավորությունը տվել է, ուզում եմ ասեմ, որ ստացել ենք այդ կերպարը, որովհետև все-таки դահլիճից դա արձագանքում է, անգամ ինձ սկսել են ցիտել դահլիճից իմ բառերը, իմ խոսքերը, իմ ռեպլիկները, մի խոսքով շատ հետաքրքիր պրոցես ենք ունեցել, Սարգիսը չէր ուզում, որ ես խոսեի պրոցեսից, բայց մի երկու բառ կասեմ, հետո Անահիտանով Մելսիդան կշարունակեն, շատ հետաքրքիր պրոցես են ունեցել, բոլոր դերասանները չնայած շատ բարդ պայմաններում ենք բեմադրել, որովհետև շատ կարճ էր ու երեկոյան, գիշերվա փորձեր ենք ունեցել, աշխատել ենք, միշտ սիրով ենք եկել, ինչքան էլ հոգնած լինենք, Սարգիսից էլ է եկել այդ ադդաչան, որովհետև չի եղել նենց, որ ինչ-որ սենց տարօրինակ բողոք կամ ինչ-որ բան լինի, եթե եղել է, միասին ենք իրարից բողոքել, անցել գնացել։ Մի խոսքով ներկայացումը ստեղծվել է սիրով ու դա զգացվում է, հենց վարագույրը բացվում է, դա այդ գույները, այդ կերպարները ու առհասարակ լինում է, չէ, որ դերասանները մի քիչ տեխնիկապես են խաղում, տեխնիկան են առաջ բրդում, ոչ թե էմոցիաները, երեք մեր շատ սիրելի դերասաններից մեկը, հմուտ դերասաններից մեկը եկել էր հյուրընկալվել էր ներկայացման ու ասեց, այս ինչ կարդիո էր, այս ինչ էմոցիաների ինչ որ sense մի հատ բուկետ էր, որովհետև բոլորը ինքնամոռաց չեն խնայելով, լիճը ես չեմ խնայում, ոչ էմոցիաներս, ոչ իմ ուժերս, մի խոսքով ստացվել է։ Ինչու եք դուք սիրում պատմել այս պատմությունը։ Սկսենք այդտեղից։ Այս պատմությունը չի եղել, որ պատմենք ուղղակի։ Հիմա առաջի անգամ սկսենք պատմել։ Ես սկսեմ, երբ ստացա դերը, Սարգիսին չէի ճանաչում, ու երբ որ չես ճանաչում ռեժիսորին, մի քիչ անհանգիստ ես, որտեվ չգիտես ոնց կստացվի, ինչ կլինի, քեզ ոնց կընդունեն, դու ոնց կընդունես ռեժիսորին։ Շատ եմ ուզում ասեմ, որ հենց առաջի փորձից մինչև վերջի փորձը շատ հաճույքով եմ գնացել ու կարծում եմ բոլորը, որովհետև զգացվում էր, որ մարդիկ բան չէին անում, դաժե գիշերվա փորձերին, որ ես երբեք գիշերվա փորձերին չեմ եկել, բայց ամեն անգամ ասում էի, ոյ լավ էլի, ինչի, բայց գալիս էինք ու շատ հաճույքով փորձ էինք անում ու դա գալիս է հենց ռեժիսորից։ Ուզում եմ ասեմ, շատ եմ սիրել Սարգիսին, շնորհակալություն Սարգիս ջան։ Չէ, ինքը չգիտեր դրա մասին։ Չէ, ուղղակի մի կարևոր բան եմ ուզում ասեմ,
իմ մայստերը Ալեքսանդր Սամսոնիչ Գրիգարյանը ոնց որ իմ մեջ մցրել է ու այն դերասանները, ովքեր իր հետ աշխատել են, ոնց որ սովորած են նրան, որ դերասանին պետքա սիրել։ Դերասանը ամենակարևորն է թատրոնում, ու մենք սովոր ենք դրան։ Ու երբ որ դա չես զգում, արդեն դու էլ այդ ощущениայով, կներեք ռուսերեն բառի համար, չես գալիս թատրոն, արդեն ուրիշ է։ Ու մեկ էլ գալիս է Սարգիսը, որը սիրում է իր դերասաններին, ու ասենք Անենց ընկերական փորձեր էր, ոնց որ գործի չգնայինք, ոնց որ հավաքվում ենք ինչ որ մի լավ բան անելու համար։ Իսկ ներկայացումը ստացվել է շատ ուրախ, հանդիսատեսը մեր հետ մասնակցում է, պարում է, հարց է տալիս, պատասխանում է, ու կարևորը որ երեխաներին շատ դժվար է խաբել, որովհետև ոչ թե նրանք ավելի խելացի են, քան մեծերը, այլ նրանք, որ երեխա են, ասում են, բայց ինչի, այնտեղ պիտի լիներ դուր, բայց դուր չկա, ասենք, հա, իրանք ամեն ինչ նկատում են, ու պետքա այնքան անկեղծ ու ճիշտ լինի ամեն ինչ, որ իրանք ընկալեն ու հավատան դրան։ Ու քանի որ իրանց պատասխանները, իրանց աչքերից ու դու զգում ես, որ ներկայացման մեջ շատ է խոսքը ու իրանք չեն շեղվում, ուրեմն ստացված է։ Եվ իրանց հետաքրքիր է։ Եվ իրանց հետաքրքիր է։ Այո, երեխաներին դժվար է գոհացնելը, մելսիդա դուք էլ պատմեք եւ փորձերի ընթացքից եւ համագործակցությունից։ Սարգիսին ես ճանաչում էի, մինչև այն որ ինքը եկավ մեր մոտ արդեն ներկայացում բեմադրելու, բայց մենք ցավոք սրտի իրար հետ չէինք աշխատել։ Բայց ես շատ ուրախ եմ իրականում, որ Սարգիսը եկավ մեզ մոտ ու բեմադրեց այս ներկայացումը։ Սարգիսի հետ աշխատել դա ուղղակի գերագույն հաճույք է։ Թեթև ուրախ երևի կրկնվելու եմ նույն բանն եմ ասելու, որովհետև ոչ մի վատ բան, որ ասել եմ, ուղղակի անհնար է այստեղ։ Անկախ նրանից էլ այդ գիշերային փորձերը եղել է ամեն ինչ շատ ջերմ ու ուրախ մթնոլորտում, անգամ որ առավոտյան ենք ունեցել ներկայացում, հետո երեկոյան, հետո այդ ներկայացումներից հետո եկել ենք փորձի, բայց դա մեզ ընդհանրապես երբեք չի խանգարել։ Ու իրական Սարգիսից շատ շնորհակալ եմ այս դերի համար, որովհետև այս իմ դերը տարբերվում է իմ մյուս դերերից թատրոնում։ Վերջապես ես չեմ խաղում ինչ-որ աղջնակի, ինչի համար Սարգիսին շատ շնորհակալ եմ։ Գորտի կերպարը։ Ոչ միայն գորտի ու գորտի ու այդ գյուղացի կանանց։ Բայց գորտից ավելի հետաքրքիր է որ պատմեք գորտի կերպարի մեջ ինչ կա հետաքրքիր, ինչն է մաքսիմալ դժվար ենք եկել, ինձ թվում է ամենադժվարը հենց այդ տեսարանն ենք մենք ստացել, որովհետև ամեն ձև մենք չենք կարող գտնեինք ինչ որ այդ հետաքրքիր լինիան, որ չլինի ուղղակի, որ գորտեր են ու վերջ, մաքսիմալ դժվար եկանք ու ինձ թվում է տենց այս վերջի օրերին ավելի վերջնական գցանք այդ կերպարները ու ինձ թվում է ստացվել է։ Այո։ Ես ասում եմ այո։ Այո, всё։ Նոթեցեք ասի հանդիսատես։ Իսկ անվան հուրին ով է։ Երկու դերակատար ունենք, Աննա Մանուչարյանը եւ Մանե Մարդանյանը։ Ամեն մեկը իր ձևով տարբեր, կարևորը որ իրար նման չեն, երկուսն էլ տարբեր են շատ։ Իսկ մոր աղջկա հարաբերությունները այդտեղ դուք խաղընկերների հետ էլի ունեցել եք համագործակցություն։ Աննայի եւ Մանեի հետ առաջի անգամ եմ բեմում, Աննայի հետ եղել եմ նույն ներկայացման մեջ, բայց գրեթե առաջի անգամ էինք որպես պարտներ։ Շատ հետաքրքիր մայր աղջիկ ենք ստացվել, ինձ թվում է, որովհետեւ Причем երկուսի հետ էլ տարբեր է մոտ ստացվում, բայց ստացված կերպարներ են շատ վառ կերպարներ, ոչ միայն անվան հուրին, մայրը եւ գյուղացի կանայք եւ գործերը յուրաքանչյուր կերպար շատ հետաքրքիր են մեր տղաները Անտոն Աղաջանյան, որ անսպասելի է ինձ համար ու ես շատ ուրախ եմ այդ Փեսայի կերպարը տղայի երկրորդ դերակատարը Սամվելն է Սարգսյան, Արտուր Պետրոսյան հայրիկի կերպարն է կերտում, Արմենը Մարգարյան եւ Գրիգը, որոնք իրանք մատորն են ներկայացման, իրանք այդ գյուղի, չգիտեմ, շոումենն են, այո, որոնք վարում են ամբողջ ներկայացում ու երկուսն են շատ տարբեր են ու շատ հրաշալի աշխատում են։ Մի խոսքով ներկայացումը շատ էմոցիոնալ, երաժշտական, գունեղ, ծանր դերասանի համար, բայց մենք դուրս են գալիս, հենց Արմենը երկու ներկայացում ենք խաղացել, մեկի մեջ Արմենն էր խաղում, մյուսի մեջ Գրիգը։ Ու ես արդեն երկրորդ անգամ տեսնում եմ Արմենը նորից զալում անստաց։ Տղա ջան, դու ինչի՞ չես գնում։ Ասում են լավ է։ Այո, այդ աշիշենյան որ շատ
ծանր է, բայց շատ լավ է։ Դու ստանում ես sense մի հատ համբեմի վրա ես ստանում շատ էմոցիաներ որպես դերասանուհի, հանդիսատեսից է գալիս։ Մի խոսքով, դու երբ որ դու տեսնում ես այդ ժպիտները, այդ էմոցիաները, դու ես լիցքավորվում դրանից։ Հետադարձ կապը շատ կարևոր է։ Հաջորդը երբ է։ Հունիսի 29-ին։ Բավական ժամանակ կա, շատ լավ։ Եվ քանի որ արդեն խոսեցինք, որ երեխաներին գոհացնելը իսկապես շատ բարդ է, ինձ հետաքրքիր է որպես ռեժիսոր, բեմադրիչ, ինչ հետաքրքիր լուծումներ կան ներկայացումում, Թումանյանի մեջ ինչն եք բերել բեմ, ինչն եք փոխել, ինչն եք կոտրել։ Թումանյանից հեքիաթի մոտիվը պահված է, բայց փորձել ենք մի քիչ ուրիշ բան ստանալ։ Ժամանակակից ենք փորձել այո ստանալ։ Չեմ ուզում լուծումներից պատմել, որպեսզի հետ փակագծերը չբացեմ, հանդիսատեսը թող ինքը գա, որովհետև կարող է այդ լուծումը ինձ համար լինի հետաքրքիր, իրենց համար էլ հետաքրքիր չլինի։ Թող գան իրենք նայեն դա ասեն։ Բայց մենք փորձել ենք մի քիչ նախ ուզում եմ խոսել անպայման կոմպոզիտորի մասին, Վահե Հայրապետյանը, ով շատ հետաքրքիր երաժշտական ձևավորում արեց, ինչը նաև ներկայացման գրավականներից ամենակարևորներից մեկն է, այո։ Նաև բեմանկարչությունը Տիգրանի եւ զգեստները Մարինա Թադևոսյանի բավականին հետաքրքիր sense ensemble է ստացվել, այո։ Երևի թե սա այն հետաքրքիր երաժշտական ներկայացումներից է, որտեղ տեքստը եւ երաժշտությունը, տեսարանը իրար փոխլրացնում են, այսինքն sense զուգորդված գնում են եւ շատ թեթև ու գունավոր է ստացվել այդ իմաստով, նաեւ ուզում եմ անպայման նշել, որ ուզում եմ դերասաններին շնորհակալություն հայտնել, որտեղ ինձ համար շատ հետաքրքիր էր, sense եկա, եւ որտեղ երբ որ գնում ես թատրոնում աշխատելու, ցանկացած թատրոն բարդ օրգանիզմ է, շատ դժվար է մարդ ընդունում։ Ինձ այնքան հեշտ ընդունեցին Փառք ու պատիվ իրենց, որովհետև ես sense շատ հեշտ մտա, երևի դրա համար այտենց կարողացա հեշտ աշխատել, էլի, որովհետև եթե sense փշերով ընդունեին, կարող ես չկարողանայի աշխատել, նենց որ այդպես։ Այդ քեզնից էլ է գալիս, Սարգիս ջան։ Դե ոնց որ միայն գիշերվա այդ փորձերը բավական էր։ Մենք հատել որ դուք բարդ լինեք, ես մարդիկ։ Ես էլ եմ ասում, էլ եմ ուզում կրկնեմ, որ այդ ամեն ինչը իրոք Սարգիսի պրոֆեսիոնալիզմից է գալիս, որովհետև հավաքել մի մեծ խումբ, երբ որ ուսանողները դասի են, քննության են, ու իրանք անընդհատ բեմի վրա են ու կապուղողակներ են իրանք դերակատարներին, то есть մենք մենակ չենք գործողությունները անում բեմի վրա, ու այդ ամեն ինչը ինքը պատկերացնում էր գլխի մեջ, ու դերասանները ասենց հանգստություն։ Ես ներվայնանում էի, որովհետև հասկանում էի, ասում էի, չի հասցնելու, չի լինելու, չի հասցնելու։ Անդադ իմ մեջ այդ վախը կար, բայց տեսնում եմ հանգիստ Սարգիսին, ասում երևի թե մի բան գիտի։ Հետո ասում է չէ, ուզում եմ ասի, տղա ջան, մի հատ ներվայնացի, ոնց որ ես եմ ներվայնանում։ Իմ բեմադրությունների ժամանակ վերջի մի շաբաթը թատրոնում շատ բարձր իմ ձայնը լսվում է, видимо ես մի քիչ չերիչուր էմոցիոնալ եմ, Սարգիսը ավելի հավասարակշռված։ Մի խոսքով եկանք այդ ֆինիշնի պրիմոյին ու հասկացա, վայ, մի անգամից, այսօր կասում ենք, ինչ կասում, հələ կոշիկները չկա, հականք, մի անգամից ամեն ինչը շատ կազմակերպված էր, Պրիչոմ ինքը աշխատում է մի քանի տեղ, ինքը ասում էր մի կես ժամով գնամ այնտեղ խաղամ, հետո գնամ այս փորձը անեմ, հետո բանը այսօր նշանդրեք սա վաղը հարսանեք, ինքը ամեն ինչ ինչ որ նա օրկեստր էր ու այդ ամեն ինչով մեզ վարակում էր ու մի քիչ շոկահարված, բայց մենք հասանք այսօրվան, որ այսօր չենք պլանավորել, որ ես եթերում կլինեմ, բայց քանի որ ես այստեղ էի, մենք շատ ուրախ ենք, որ դուք եկել եք։ Ասի չէ, պետք է գամ ապայման ես։ Մեծ սիրով ենք միշտ ձեզ հյուրընկալում եւ ես մի հարց ունեմ, հաճախ է բեմում բեմադրիչը գալիս առաջին պլան, երբ դուք որպես դերասան եք բեմում։ Այս ներկայացման մեջ բեմադրիչը вообще չի եկել առաջին պլան, ինքը տենց շատ անգամ պրեմիերային ներվայնանում ենք, որ մենք ծափահարում ենք, որ ինքը գա բեմ, ու ինքը ասում է դա вообще-то ճիշտ է, որովհետև բեմադրիչը պետք է հաջողություն անի ներկայացման ու տալ նվիրի այդ ամբողջը արդեն դերասանին է։ Ես ներվայնանում եմ այն բեմադրիչներից, որոնք մինչև արդեն 100-րդ ներկայացումը խաղում ես, իրանք կուլիսներում սենց ֆրֆռում են ու անընդհատ ինչ որ բռնում են ու ինչ որ բան են ասում։ Այո, որովհետև սա դա հա ու պակլոն են գալիս մինչև 800-րդ ներկայացումը միշտ ոնց որ առաջի անգամ։ Ոչ, բեմադրիչը պետք է հաջողություն մաղթի դերասաններին, որտեղ ներկայացումը արդեն դերասաններին են նվիրում ու վсё մերն է արդեն։ Իսկ ինչ անենք, իմպրովիզներ անենք,
Բայց ամեն ինչը պետքա նենց լինի, որ ռեժիսորը մի օր չգա, ասի ես սա չեմ բեմադրել։ Ես հետ կապ չունի։ Սարգիս, հանդիսատեսի մասին էլ շատ կուզեմ խոսենք վերջում անպայման, ճիշտ է մանկական ներկայացում է եւ չի ուզի այս ներկայացման թեմայով այդ մասին խոսենք, բայց ինչպիսին պետք է լինի հանդիսատեսը, որպեսզի չխանգարի դերասաններին բեմում կենտրոնանալ։ Այ սա իմ ցավոտ տեղին է կպնում։ Նախ որտեղ ես աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, գիտեք դա քաղաքի բարդագույն թատրոններից մեկն է, եւ միշտ չի որ հանդիսատեսը լինում է իդեալական։ Հա, գիտեմ, պիտի ասեն, դե ինչ որ տարբեր արդարացումներ կգտնեն, բայց ես սարսափելի սիրում եմ գրագետ հանդիսատեսին։ Հանդիսատես, ով գիտի ուր է եկել։ Մենք այսօր ունենք այդ խնդիրը։ Ամենատարական բաները, ընթացքում հեռախոսներն ա զանգում, խոսում են եւ մի հատ սարսափելի բան, որ վերջերս է ինձ հետ պատահել, ես ուղղակի Պակրոնից դուրս եմ եկել բեմից, մինչև վերջ չեմ արել այդ խոնարհումը։ Երևի գյուղից էին եկել, այսինքն հերո պիտի գնային, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Ներկայացումը դեռ չի վերջացել, վարակույրը չի փակվել, գնում են իրանք։ Ոչ թե որտեվ չեն հավանել կամ ինչ-որ բան, այլ իրանք շտապում են, ասենք դի գնան Պոնչի կանոց օրինակ։ Ժողովուրդ, ուզում եմ ասել, որ դա սարսափելի բան է։ Չի կարելի, սպասեք մինչև վարակույրը փակվի, նոր գնացեք, որովհետև մենք չենք, մինչև վարակույրը փակվելը մենք չենք գնում, բայց որ մենք սկսենք գնալ, տխուր կլինի։ Ես պատական չբարձրացի այս թեման, որովհետև ինքս վերջերս եղել եմ հրաշալի ներկայացման, որտեղ դուք որպես դերասան եք բեմում եւ դա պրեմիերա էր, առաջնախաղ էր ու կարիք կար, որպեսզի դերասանները ավելի կենտրոնանային, որովհետև ներկայացումը առաջին անգամ էին հանձնում հանդիսատեսի դատին, իսկ հանդիսատեսը ստեղծել էր բոլոր պայմանները, որպեսզի բացարձակ կենտրոնանալու հնարավորություն չունենային, այսինքն հանդիսատեսն էր ստեղծել։ Շնորհակալ եմ ձեզ շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին։ Ես ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ եւ ներկայացմանը երկար տարիների կյանք եւ ուզում եմ նվիրել մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Սափոր սպիտակ գինին, որպեսզի թիմով ներկայացումից հետո կարողանանք լիցքաթափվել, խմել եւ կարելի է մի բան ավելացնել։ Մենք երկու հոգու մոռացանք, նախ մեր հետ իմ ու Մելսիդայի հետ Յանան էլ է, Բուրգունյան, անպայման ուզում եմ նշեմ, որտեվ շատ մենք երեքով շատ ընտիր թիմ էինք, սենց ասեմ, եւ տրիո, հա։ Եվ թող ես ավելացնեմ։ Եվ թող ես ավելացնեմ, Նունեի մասին է խոսքը, մեր պարուսույցի, այո, Նունեի մասին, Նունե կներես մոռացել ենք քեզ ասել, բայց Նունեն փայլուն պարեր ա դրել, այդ էլ մեր երաժշտության եւ տեսարանների հետ ամենա այն խփող կետերից է, շնորհակալ ենք Նունեին, բավականին հետաքրքիր աշխատանքի համար։ Այո, ինչպես միշտ։ Եվ ես էլ առաջին անգամ էի աշխատում Նունեի հետ եւ մենք որպես ռեժիսոր եւ պարուսույց շատ հարթ սենց հասկացել ենք իրար կես բառից։ Շնորհակալ եմ շատ, մեծ հաջողություններ եմ մաղթում ներկայացմանը եւ ձեզ։ Իսկ մենք այս պահին կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես փորձում եմ մատուցել մեր օրվա բաղադրատոմսը, իսկ մեր բաղադրատոմսներ պասուց տոլմա պեկինյան կաղամբով, խորհուրդ եմ տալիս անպայման դուք էլ փորձեք, վայելեք, ընդունեք այս կարևոր վիտամինները եւ այս համեղ բաղադրիչները համեղ ամառային աղցանով վայելել եւ մշտապես, ինչպես ասում ենք, մնալ մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, լավ նայեք ձեզ, ամառը վայելեք, լավ սնունդ ընդունեք ու իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն շատ սիրելի Ադրինե, վստահաբար շատ համեղ է ամեն բան ստացվել եւ ինչպես ասացիր, ամառը իսկապես պետք է վայելել, ինչն էլ հենց հիմա անում է իմ շատ սիրելի գործընկերը Սուրեն Արուստամյան եւ սիրելի հեռուստադիտողներ, հրաշալի տեսանյութեր են սպասվում Hill սպորտային համալիրից, այնպես որ անպայման մշտապես միացեք առաջին ծրագրին, որովհետեւ շատ հետաքրքիր եթերներ ենք պատրաստում ձեզ համար։ Դե իսկ երկուշաբթի երեկոյան շատ կարևոր է, որպեսզի լիցքաթափվենք օրվա բարդությունից եւ երկուշաբթի երեկոն անցկացնենք ընկերների ու սիրելիների հետ միասին։ Իսկ այս հարցում մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի գործընկերը Իջևանի գինու գործարանը իր անմահական գինիների տեսականիով։ Առավոտն էլ կարելի է գինի օգտագործել, փրփրուն գինի, որը հենց հատուկ է առավոտյան տրամադրություն ստեղծելու համար։ Առավոտները շատ կարևոր է նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք օգտագործել։ Իսկ այս հարցում մեզ մշտապես օգնում է Էլոլան։ Էլոլայի ապրանքատեսականին բացառապես անարատ կաթից է պատրաստված, կարող եք զգալ բնական կաթի համը հենց այս ընկերության արտադրանքի հետ միասին։
Դա իսկ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր տոն առիթ դարձնել, իսկ տոների համար լավագույն ընկերը Beauty Fabric-ն է, որովհետև այնտեղի պրոֆեսիոնալները իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով փոխանցում են դրական էմոցիաներ։ Դրական էմոցիաներ են փոխանցում նաեւ արևոք բացիկները, որոնք կարող են խոսել ձեր փոխարեն եւ ձեր սիրելիներին փոխանցել ձեր սրտի խոսքը։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Daphne խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ծանոթացեք ամբողջ նոր տեսականուն, որովհետեւ հրաշալի լուքեր են այնտեղ գտնվում, կարող եք գտնել եւ առանձնացնել ամառվա ձեր ամենաթիթիզ հագուստը, որով էլ կընդգծեք ձեր առանձնահատկությունը։ Դե ինչ երկուշաբթի առավոտը մեզ մոտ աղջկական էր եւ ես շատ հուսով եմ, որ ձեր առավոտը կարողացանք հրաշալի դրական էներգիայով լի դարձնել, նույնպիսի օրվա շարունակությունը մաղթում եւ իհարկե կմիանանք վաղը արդեն Սուրեն Արուստամյան կլինի իմ կողքին եւ միասին ձեզ կասենք բարի լույս։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։